Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Պաշտպան Հայրենիաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սաֆարյան։ Պարոն Սաֆարյան, ընտրություններից հետո տպավորություն է, որ թե իշխանությունը, թե ընդդիմությունը դժգոհ են արդյունքներով, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում հայտարարեց, որ 9-րդ գումարման արժեում ընդդիմությունը ձևավորվել է կատարելապես ապօրինի գործողության արդյունքում եւ նրանց քաղաքական միավոր անվանելն էլ սխալ է, իսկ ընդդիմությունը պնդում է, որ իրենց վրա ապօրինաբար ճնշումներ են գործադրել եւ ԿԸՀ-ի վերջին որոշումը չեղարկել 3 ընտրատեղամասերի արդյունքները ոչ այլ ինչ էր, այլ ԲՀԿ-ին դիտավորյալ դուրս թողնելու միտում։ Ինչպես եք մեկնաբանում այս հայտարարությունները թե մի կողմից, թե ընդդիմադիր նկատի ունեմ դաշտից, թե իշխանական դաշտի այս դժգոհությունները եւ առհասարակ գրեթե բոլոր քաղաքական ուժերը հայտարարել են, որ դիմելու են սահմանադրական դատարան, վիճարկելու են։ Գրեթե բոլոր նկատի ունեք ԿՊ-ն չի դիմելու։ Ես կարծում եմ, որ առաջինը, եթե ասենք խոսենք օրենքի տարին ու ոգուն համապատասխան, այդ հարթակի վրա, այդ հարթակից խոսենք, պիտի առաջինը սահմանադրական դատարան դիմի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որպեսզի ոչ միայն Բարգավաճ Հայաստանի մասնակցության օրինականությունը կամ անօրինականությունը վիճարկվի սահմանադրական դատարանը, այլ նաև առաջին հերթին Հայաստան դաշինքի եւ ինչու՞ չի նաև ուժեղ Հայաստանի ուրեմն հայտնվելը սպասվելիք խորհրդարանում։ Ինչու համար, որովհետեւ այն երևույթները, որը տեղի ունեցան, քրեախայտարակ կաշառված ուրեմն ուժերի կողմից եւ մեր ժողովրդին վերստին փորձեցին նետել անբարոյականության, կաշառակերության, մուրացկանության, չգիտեմ, մարմնավաճառության դաշտը, այդ առումով ես կարծում եմ, ես իհարկե քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ չեմ, բայց ես կարծում եմ վճռական կերպով, եթե օրը եկավ, պահ եկավ, կարծում եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կդրսևորի անհրաժեշտ վճռականություն եւ սկզբունքայնություն այս տրամաբանության այս համատեքստի մեջ եւս դիմելու սահմանադրական դատարան, որովհետեւ նրանց մասնակցությունը ապագա մեր խորհրդարանում արդեն իսկ նողկանք է, արդեն իսկ ատելություն է, արդեն իսկ պետականաքանդման դրսևորում է, արդեն իսկ ուրեմն անբարոյականությունը։ Այլ բան ես ասել չեմ կարող։ Գալով նրան, որ կարծեմ 5-6 քաղաքական ուժեր, կուսակցություններ դիմել են սահմանադրական դատարան վիճարկելու ընտրությունների օրինականությունը, գիտեք, սա եւս խոսում է այլ բանա, որ դրանց ես քաղաքական ուժեր չեմ համարում, բայց որպես հանրային քաղաքական դաշտի միավորներ, սա եւս խոսում է այն մասին, որ մեր երկիրը ժողովրդավար երկիր է, կարող են ոչ թե 5-6 ուժեր վիճարկել, կարող են 10 ուժեր վիճարկել։ Ես կարծեմ մեր իրազեկ քաղաքացիների միավորող կազմակերպության կողմից էլ կա այդպիսի հայտ ներկայացնելու։ Դե գիտեք, այնպես չի, որ ես չեմ կարող դիմել վիճարկելու համար, որպես հանրային քաղաքական միավոր, որպես հիմնադրամ, բայց կարծում եմ, որ ճիշտ են արել եւ իրենց իրավունքն է սահմանադրական եւ իրավական հարթության մեջ, որպեսզի սահմանադրական դատարանը դրան տա օրենքի տարին ու ոգուն համապատասխան հստակ եւ վերջնական պատասխան։ Այլ բան է, որ խառնաշփոթ իրավիճակում, այլ բան է, որ միհին ասացված կա, ասում են սել ճռռալու փոխարեն սել որն է ճռռում։ Դե գիտեք, ես այլ բան չէի սպասում, որովհետեւ կարծեմ վերջին մեծ բանավեճի ժամանակ, որը անց էր կասում հանրային հեռուստատեսությունը, մեկը ասում էր այդ ուժեղ Հայաստանի առաջնորդը Նարեկ Կարապետյանը ասում էր վարչապետին հարցեր մի տվեք Նիկոլ Փաշինյանին, նրան ընդամենը 2-3 օր է մնացել, մեկ ուրիշը այլ ձևաչափով էր խոսում Մարուկյանը, եւ ես պիտի ասեմ, որ նրանք արդեն անցել են բոլոր սահմանները, իրենք են գլխից գիտեին, որ ինչ էր սպասում իրենց։ Տեսեք, Հերմինե, ես ձեզ մի բան ասեմ, դուք արդեն մի տարուց ավել է իմ հետ հարցազրույցներ եք վարում։ Նախ դրա համար շնորհակալություն եմ հայտնում։
Ես պիտի ասեմ, որ 19 քաղաքական ուժերից ու քաղաքացիական պայմանագիրը չհաշված առնվազն 12-ի 14-ի ղեկավարներին կամ առաջին համարներին ճանաչում եմ։ Ես իրենց ասել եմ, դա ձեր դաշտը չի։ Մի մասին ասել եմ, օթերով եք թռնում։ Մի մասին ասել եմ, դա ձեր դաշտը չի։ Մի մասին ասել եմ, ձեր ստերեոտիպերը, կարծրատիպերը արդեն վաղուց իր պիտանելիության ժամկետը վաղուց անցել է։ Այսինքն անառողջ չէր քաղաքական դաշտով Սաֆարյանը, ինչ նկատի ունեք։ Մենք ունեցանք այն, ինչ պիտի ունենանք։ Մի բան, որ ես ավելին եմ սպասում, ես հույս ունեի, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա գլխավորած քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պիտի ունենար նվազագույնը 75% ձայն։ Որտեղ մի մարդ, որը չօգտագործելով վարչական ռեսուրսներ, առավոտը 6-ին ոտքի վրա, մինչև երեկոյան 11-ը կամ 10-ը կարող էր անել քարոզչություն առանց վարչական ռեսուրսներով, ժողովրդի հետ շփվելով, ժողովրդին ներկայացնելով մեզ նետված մարտահրավերները, ինչու՞ չի նաև վերջին 8 տարում կատարված աշխատանքները, ինչու՞ չի նաև անհաջողությունները երկրի, ինչու՞ չի նաև այն ռազմավարական գործընկերների վերաբերմունքը, որոնց նաև կառավարության ղեկավարը շատ դեպքերում հավատացել է իր պետության գլուխ կանգնելու խանձարորում առաջին 2 տարում եւ նաև շատ խնդիրներ։ Տեսեք, այն արշավանքը, որ կատարվեց Հայաստանի պետականության դեմ կազմաքանդելու պետությունը, փոխելու Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության վեկտորը, բազմաթիրախային արտաքին քաղաքականությունը երկիրը կրկին վերածելու որպես մի անշարժ գույքի եւ բյուջեն դարձնելով վերստին անգամ ոչ թե պետական բյուջե, այլ կներեք այս բառի համար, օտարահանչ բառի համար, ապշակի, երևի արդեն դիտորդները կիմանան ինչ է դա նշանակում եւ ինչու՞ չի նաեւ պետության վերցրած արտաքին պարտքը մի քանի միլիարդ դոլարը, դրան նաեւ բյուջե հետ բերած թալանված գումարները եւս մի քանի միլիարդ դոլարը ամբողջովին օգտագործվել է երկրի ներքին քաղաքականության, ճանապարհային շինարարության, ինֆրակառուցվածքների, անվճար առողջապահության, թոշակների, բանակի վերազինման, մարտունակության եւ այս ամեն ինչի մեջ եւ չտեսնել սա անընդհատ զբաղվել վայրը հաչոցներով, անընդհատ զբաղվելով ցեխ շպրտել, ընդ որում ոչ եթերային բառապաշարով։ Կամ Ռոբերտ Քոչարյանի տղան ասում է հորս թույլ չեն տվել լքել սահմանը։ Դե լքել չէ, էլի անցնել է կամ հատել է, ճիշտ եմ ասում թե չէ։ Հիմա տեսեք, այնպիսի երևույթներ են կատարվում, որ իրենց մատնում են եւ նրանց կապերը արտաքին աշխարհի հետ։ Բելարուսի Բայց օրինական էր նրանց թույլ չտալը երկրի տարածքից դուրս գալ ամենը։ Միայն դա ես կարծում եմ, որ ոչ միայն օրինական էր, նույնիսկ ընտրություններից առաջ, ընտրություններից հետո նրանց բոլորի տեղը պիտի լիներ քրեակատարողական հիմնարկը, նրանք ազատությունը պիտի տեսնեն ընդամենը ճաշադռնակներով։ Քրեակատարողական հիմնարկում կա մի բան, երբ որ ճաշը տալիս են, այդ ճաշադռնակներից ես այդպիսի փորձ ունեմ, դա կոչվում է վալչոկ։ Նրանց միակ ազատությունը դա պիտի լինի ճաշադռնակներից, ուրեմն տեսնեն մաքուր օդը, շնչեն մաքուր օդը, այլ բան նրանց համար նախատեսված չի։ Անկեղծորեն եմ ասում, կրկին ես զարմանում եմ կառավարության ղեկավարի մեծ հանդուրժողականության, ներողամտության, տոլերանտ լինելու, ինդալջենտ լինելու եւ ուրեմն համբերատարության վրա։ Բայց սա խնդրի այլ կողմն է։ Կարծում եմ Սահմանադրական դատարանը ունի իր գործառույթները եւ կսպասենք դրան եւ կարծում եմ ինչքան էլ փորձեն ցեխ շպրտեն, լուտանք շպրտեն, հիմա էլ ասում են կենտրոնական տրական հանձնաժողովը Վահագն Հովակիմյանն է թվերը նկարել եւ այլ, իրենք տեսեք Ռոբերտ Քոչարյանը կամ Ծառուկյանը խոսում են ընտրություններից, գիտեք նրանք բարոյական, մարդկային եւ իրավական առումով իրավունք չունեն ընտրություններից խոսել։ Հերմին է, տեսեք 1990 թվականից ես ընտրական պայքարի մեջ եմ 89, բայց 1996 թվականից առ այսօր
անցել է շուրջ մինչև 2018 թվականը անցել է ուղիղ 5 համապետական ընտրություններ նախագահական 96996, 1998, 2003, 2008, 2013 բոլոր նախագահների միասին եւ ղեկավարների երկրի միասին վերցրած օրինական կերպով որպես ժողովրդի կամ արտահայտություն որպես ժողովրդի կողմից տված ազատ քվե բոլորը միասին վերցրած բոլորը միասին այդ 5 ընտրությունների ընդհանուր ձայների քանակը չի անցնում այնքանին որքան ԿՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հունիսի 7-ին ստացավ ձայն ավելի քան 728 ձայն 727,000 ձայն ուրեմն բոլորը միասին եմ ասում խոսքս գնում է օրինականության խոսքս գնում է ժողովրդի կամ արտահայտության դրսևորման եւ ուրեմն օրինական քվեաթերթիկների մասին տեսեք մարդիկ են եղել որոնք մասնակցել են էլի ես զարմանում եմ ասենք Գայք Ջահանգիրյանին որին ես շատ եմ հարգում պատկառանքով մարդ է ասենց արիությունն է ասելու ինչի՞ չի ասում այդ ինչի պիտի մենք ասենք չէ որ մենք այդ ճանապարհը անցել ենք եւ ինչու համար եմ ես ասում նրանք ընտրություն ասածը ընտրություն հասկացողությունը ընտրություն եզրույթը չգիտեն ինչ է նրանց մոտ եղել է լցոնումներ նրանց մոտ եղել է քվեատուփերի գողանալ նրանց եղել է ժամերով լույս անջատել նրանց մոտ եղել է պարկերով փող բաժանել նույնիսկ քվեախցում են փող տվել նույնիսկ տեղամասում են ընտրատեղամասում են փող տվել նրանց մոտ այնպիսի վարչական ռեսուրսներ է կիրառվել 2008 թվական դե հիմա իրենք էլ ասում են ապացուցեք օրինակ նույն Ռոբերտ Քոչարյանը ասում է շատ նորմալ ընտրություններ են անցել իմ ժամանակ ապացուցեք որ ընտրախախտումներ եղել են բայց հիմա փոխարենը ինքն է խոսում որ այո հիմա ես մեկը ես եմ եղել շտաբի պետ եմ եղել ես ինքս իհարկե լցոնումներով չեմ զբաղվել բայց այն ահռելի փաստերին որ ես տիրապետում եմ պատրաստ եմ ես ցանկացած տեղ տալ վկայություն օրինակ ինչ փաստերի մասին ասենք որ նվազագույնը 1998 թվականին նվազագույնը կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարբերական հրատարակությունը տպագրել է նվազագույնը 1 միլիոն լրացուցիչ քվեաթերթիկ եւ դա լցվել է եւ որը ապահովվել է այսպես կոչված ընտրություններում 98 թվականի ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը Կարեն Սիրոպիչի նկատմամբ ես դա կարող եմ ապացուցել 100% ոչ թե մոտավոր կերպով, այլ ոչ թե 99%-ով, այլ կարող եմ ապացուցել ուղիղ 100%-ով։ Նույնը կարող եմ ասել 2003 թվականի ընտրությունները, այլևս չեմ խոսում 2008 թվականի ընտրությունների մասին։ 1996 թվականի ընտրություններն էլ դու գիտեք, մեր նորագույն պատմության մեջ, նոր Հայաստանի պատմության մեջ, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին եւ վերջին անգամ ընդդիմությունը միավորված տեխնացիով գնաց նախագահական ընտրությունների ու տեսանք ինչ եղավ, ընդհանուր մինչև իշխանության կողմից հայտարարվեց, որ եթե Վազգեն Մանուկյանը 100%-ով էլ ձայն հավաքի, նա չի դառնալու երկրի նախագահ։ Հիմա սա նաև իշխանության բացթողումը չէ, որ նման մարդիկ հնարավորություն ունեն մասնակցել ընտրություններին ու երկրորդ նախագահին։ Ես կարծում եմ, Սահմանադրական դատարանը ելնելով իրեն վերապահված գործառույթներից եւ գործելով օրենսդրական դաշտում կայացնելու է ժողովրդի քվեին համահունչ վճիռ, ժողովրդի կողմից տված քվեի համահունչ վճիռ, որից հետո ես կարծում եմ, որ մեր դատական համակարգը կլինի, իրավապահ համակարգը կլինի, կգործեն օրենքի տարին ու ոգուն համապատասխան։ Պարոն Սաֆարյան, նկատի ունեմ միջև ընտրությունները, գիտեք, հակակոռուպցիոնի բացահայտումները, հայտնի ձայնագրությունները, անմեղության կանխավարկածի իհարկե պահելով, բայց ամեն դեպքում դրանք նաև հիմք էին եւ հանրային պահանջ կար անգամ, որ այդ ուժերին, ովքեր զբաղվում են համատարած ընտրակաշառք բաժանելով, թույլ չտան ու պարզապես նրանց մասնակցելու ընտրություններին։ Խոսքը ուժեղ Հայաստանի, Հայաստան դաշինքի, ԲՀԿ-ի մասին է։ Դա գալիս է իշխանության ղեկավարի ներողամտությունից, հանդուրժողականությունից եւ ես ավելին ասեմ, ես էլ ինչ որտեղ դժգոհ եմ այդ քաղաքականությունից, որովհետեւ եթե հստակ ֆիքսվել է կաշառքը, կան ձայնագրություններ, եթե ֆիքսվել է տարբեր ռեսուրսների օգտագործումը,
շահամոլություն կլինի, խոստումներ կլինի եւ այլ, ապա ինչու պիտի սպասենք ընտրություններին։ Ես ինքս եմ այդ կարծիքին։ Ես շատ դեպքերում նաեւ եւ հակակոռուպցիոն կոմիտեի եւ արտարդարության նախարարության եւ գլխավոր դատախազության եւ ՀՀ քննչական կոմիտեի ու ազգային անվտանգության ծառայության գործառույթների իրականացման մասով, չնայած ես ինքս անպայման իմ գոհունակությունն եմ հայտնում նաև ներքին գործերի նախարարության, բայց այս շատ դեպքերում չեմ իմանում ինչն է պատճառը, որ դրսևորում են հանդուրժողականություն, եթե չասեմ դանդաղկոտություն չկա իհարկե, արձանագրում է փաստը, եւ քանի որ ես ունեմ տասնյակ հարյուրավոր ընկերներ այդ համակարգերում, ես ինքս համոզված եմ, որ նրանք իրենց սկզբունքից չեն հրաժարվելու, թե ինչու է ընտրվել մարտավարության այս ձևը, դա արդեն գիտեք, որ հարցի թիրախը ես չեմ կարող լինել։ Պարոն Սաֆարյան, վարչապետը ազգային ժողովում հայտարարեց, որ քրեաօլիգարխիկ ռեժիմը արմատախիլ անելու process-ները ուղեկցվել են արտաքին ազդեցություններով, գոյաբանական հետևանքներ ունենալու իրավիճակներով։ Ըստ ձեզ ինչ նկատի ունի վարչապետը եւ ինչ արտաքին ազդեցություն կարող է լինել, այսինքն արտաքին որոշ ուժեր, պետություններ խոչընդոտում են, որպեսզի քրեաօլիգարխիկ ռեժիմը արմատախիլ արվի եւ ինչու։ Վարչապետը նոր բան չի ասել։ Վարչապետը պարզապես փակագծեր բացեց, որ ասեց այնպիսի վտանգ կար, որ ես այսօր ուզում եմ ասեմ, բայց դեռևս վարչապետը չի բացել փակագծերը։ Բայց ինչ վտանգի մասին է, ձեր համար ընկալելի է։ Օրինակ ասենք, ես հստակ կերպով համոզված եմ, որ Լուկաշենկոյի մոտեցումը Հայաստանի հանդեպ հակապետական եւ ուրեմն դավադիր մոտեցում է։ Երկրորդը ռուսական բազմաթիվ շրջանակներ Ռուսաստանի Դաշնության ընդհանուր մինչև ամենավերին պաշտոնյաները չեմ զլանում անուններ տալուց ցանկացած պարագայում պատրաստ են եղել ամեն ինչով Հայաստանում վերակենդանացնել քրեաօլիգարխիկ հարաբերությունները մարդասպան ղեկավարներին վերստին բերել իշխանության վերացնել Հայաստանի արտաքին քաղաքականության մեծ ձեռքբերումները նույնիսկ ավելին ասեմ եթե չլներ 2022 թվականի Պրագայի կոնգրեսի կոնֆերանսից եւ Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականությունը չէր բացառվում, որ Ռուսաստանի դրդմամբ եւ հրահրմամբ Ադրբեջանը ձեռնարկելու էր նոր սադրանք ռազմական ճանապարհով Հայաստանի Հանրապետության դեմ։ Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, Ադրբեջանի Հանրապետության ղեկավարությունը հասկացել են, չնայած կա փոխադարձ վստահության պակաս, որ մենք կարող ենք հարաբերվել առանց երրորդ ուժի, որովհետև շատ դեպքերում այդ երրորդ ուժի գործառույթը մեղմ ասած ոչ կառուցողական է, ոչ բարեկամական է, ավելին կարող եմ ասեմ, սադրիչ է եւ հրահրող է, ապա նրանք չկարողացան օգտագործել այդ պահը Ադրբեջանի կողմից, բայց նրանք պատրաստ են գնալու դրան։ Չենք խոսում եկեղեցու մասին, եւ պիտի իպատիվ ասեմ կեցեց վարչապետը, որ եկեղեցու գործունեությունը 5-րդ Շարասյան եւ հակապետական գործունեության դաշտում հավասարացրել 0-ի։ Կարծում եք հիմա 0 է։ Այո, 0-ից ցածր է, որովհետեւ հայելու մեջ դա երևում է հստակ կերպով, փորձեր կան իհարկե, փորձեր կան, ես փորձերը չեմ շղթում, չեմ մերժում, բայց 0-ից ցածր է։ Մեկ այլ բան հայբրիդային մյուս սպառնալիքները, ասենք զանազան միություններ, դե տեսեք, ասենք ԱԱԾ-ի սպաների միությունը, ուղղակի դուք չեք ճանաչում դրանք ովքեր են։ Ոտից գլուխ կոռումպացված մարդիկ, մեկը եղել ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնակատար, մեկ ուրիշը եղել առաջին տեղակալ, մեկ ուրիշը կադրերի գծով փոխնախարար, կաշառակել ինչպես որ կասեք։ Ես նույնիսկ զարմանում եմ այս շենքը ինչպես են թույլատրել, որ դրանք մտնեն։ Դա նույնպես համակարգի բաստողումը չէ, պարոն Սաֆարյան։ Ոչ թե համակարգի բաստողումն է, այլ հասարակության նեղվածության մասին է խոսում։ Ես գիտեք ինչ ասեմ, հիմա խոսում էր Ռոբերտ Քոչարյանը, դրանից առաջ խոսում էր Սերժ Սարգսյանը, որ ես չեմ կարող մի մարդու հետ
չգիտեմ, ընդհանուր հայտարարի գալ, որը Ադրբեջանին է հանձնել եւ այլ։ Գիտեք, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը միասին պետական մտածելակերպի առումով պետականության հանդեպ ունեցած արժի համակարգի ուրեմն չափորոշ որպես չափման միավոր բոլորը միասին չեն կարող դառնալ Նիկոլ Փաշինյանի պետականության հանդեպ ունեցած մոտեցման եւ որպես պետության ղեկավարի 40-50%-ը։ Ես բոլորին ճանաչելով եմ դա ասում, հստակ կերպով եմ դա ասում, եւ ես պիտի ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը արիաբար տղամարդու պես առնական կերպով կանգնեց մեր ժողովրդի, մեր պետության գլխին եւ թույլ չտվեց, որ մեր պետությունը դառնա քրեաօլիգարխիկ տարերի, մեր պետությունը չդառնա ուրեմն մի կցորդային պետություն, չդառնա գաղութ, չդառնա գուբերնիա։ Ավելին ասեմ, ձեր հայտարարությունը կներեք, բայց կարող է վիրավորել Ռոբերտ Քոչարյանին, ասում եք տղամարդաբար, արիաբար կանգնեց եւ թույլ չտվեց այդ ամենը, գիտեք հայտնի հայտարարությունը Ռոբերտ Քոչարյանի։ Դե դա Ռոբերտ Քոչարյանն է հայտարարել, մեկ ուրիշը չի իր մասին հայտարարել։ Հիմա ես հայտարարում եմ վարչապետի մասին։ Ավելին, իմ շատ ընկերներ, այդ թվում գեներալներ, պետական պաշտոն զբաղեցնող նախկինում մի քանի օր առաջ միշտ իմ տան առջև գալիս են, հավաքվում են եւ միշտ ասում են 727,000 ձայնից, 728,000 ձայնից 650,000-ը նվազագույնը ապահովել է Նիկոլ Փաշինյանը քարոզչական իր աշխատանքներով, անդուլ աշխատանքով մեր պետության եւ պետականության իմաստը ժողովրդի մեջ ներարկելով եւ այդ ահռելի աշխատանքի արդյունքում է եղել սա։ Իհարկե, իմ պատկերացմամբ ես սպասում եմ այս պատկերը, ես ընդհակառակը միշտ ինքս լինելով ավելի պրագմատիկ դաշտից եւ ունենալով այդպիսի փորձ, ես սպասում եմ այս պատկերը։ Այնինչ ես ցանկությամբ համոզված եմ, որ մեր ժողովուրդը ուրիշ բան եթե չաներ Նիկոլ Փաշինյանը, միայն բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը, շուտով նաեւ թրիպի պայմանագիրն է ստորագրվելու տարբեր ուրեմն ոլորտներում, շուտով նաեւ 5 միլիարդ դոլարի ներդրումներ է լինելու արհեստական բանականության ոլորտում Հայաստանի 2-3 ուրեմն քաղաքներում եւ միայն առողջապահության անվճար համակարգը եւ միայն բանակի հանդեպ նման մոտեցումը նույնիսկ միայն վերելակների այդքան փոխելը հերիք էր որպեսզի վարչապետը տունը նստած ստանար ավելի քան 75% ձայն։ Ես չեմ ուզում մեր ժողովրդին վատ բան ասեմ, գիտեք, բայց ես պիտի ասեմ մեր ժողովուրդը տոկած, մեր ժողովուրդը հասկացավ վարչապետին եւ մեր ժողովուրդը մեկըդմիշտ ոչ ասեց, որ կարող են օտարերկրյա պետությունները իրենց խառնակչական գործողություններով դավադիր կերպով օգտագործելով երկրի ներսի թշնամական եւ դավադիր ուժերը եւ դառնալ ուրեմն եւ կործանել պետությունը։ Դա մոտավորապես նույն բանն էր, ինչ որ մեզ սպասվում էր 1045 թվականին անի կործանման ժամանակ։ Դա մոտավորապես նույն բանն է, ինչ որ մեզ սպասում էր 1920 թվականի նոյեմբերի 28-ի խորհրդային Հայաստանի խորհրդայնացման նախորդին նաև օգտագործեցին ամենակեղտոտ ցավոտ կողմը այստեղ բռնի տեղահանված մեր Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, որ իհարկե ես արդեն տասնապատիկ անգամ ավելի շատ եմ աշխատելու մեր ժողովրդի հետ եւ փորձեցին բերել իրենց ոչ կառուցողական հակապետական դաշտ եւ պիտի ասեմ, որ եթե չասեմ որոշակի հաջողությունները համենայն դեպս մոլորեցրեցին ահագին մեր ազգաբնակչությանը։ Իհարկե ես ինքս չեմ ափսոսում, որ 1-2 հոգու այդ թվում Արտուր Օհանյանի հետ կապված, գիտեք, Օսիպյանի հետ կապված ես իմ ձայնս էլ բարձրացրել եմ ոչ պակաս քան բոլորը միասին իրավապաշտպանները, չեմ ափսոսում։ Բայց մոտավորապես ես գիտեմ ով ինչ է շնչում, ով ինչ մատերիալից է բաղկացած եւ ես մի բան պիտի ասեմ, որ դրան նպաստեց նաեւ արտերկրում գործող մեր քրեա օլիգարխիայի ներկայացուցիչները, որոնք զանազան ֆինանսավորում են տարբեր հակապետական ուժերի։ Այսինքն կարծում եք ֆինանսն է ազդեցություն ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ Ֆինանսը իրենց նեղ շրջանակը մեծ մասով դեր է խաղացել ֆինանսը։ Այն ինչ որ ջրի երեսին կա հակակոռուպցիոն կոմիտեում, հակակոռուպցիոն կոմիտեում
քննչական կոմիտեում, ներքին գործերի ազգային անվտանգության ծառայությունում դա ընդհանրապես քրեական հանցագործությունների հատկապես կաշառքի 1%-ն է։ Դե գիտեք, Ռոբերտ Քոչարյանին ինքը ասում էր, ես պատրաստ եմ այս երկիրը նորից անվտանգ դարձնելու, նորից էս անելու, նորից այն անելու, այլևս չխոսել հոկտեմբերի 27-ից, երբ որ երկիրը գլխատված էր, այլևս չխոսել մարտի 1-ից, երբ որ ամբողջովին Երևանը շաղախված էր արյան մեջ, այսինքն դուք չեք պատկերացնում, մարդիկ դեռևս չեն խրատվել։ Նրանք իրենց փառքը, չէ, կարծեմ մեծերից մեկը Կիպլինգը ասել է, եթե մարդու փորը ցավում է, ապա փառքը անզոր է, փառքը ոչինչ չի կարող անել։ Այդ մարդիկ ի ծնե, երբ որ կրկին անգամ ասում եմ, բազմել են գահին, արդեն եղել են ալլասերված։ Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանը ասում էր, կարևորը ընտրությունները չի, կարևորը սպասվելիք ընտրություններից հետո մեր արհավիկներն են։ Այսինքն ես չգիտեմ, նախ ինքը 82 տարեկան զառամյալ ծերունի է, ընտրել է արդեն կամ կներեք հավերժության կամ հանդերձյալ կյանքի ճանապարհը եւ այդպիսի չկամությամբ արտահայտվել պետության մասին, ես համարում եմ անթույլատրելի։ Այս է, որ ուրեմն այստեղից ճողոպրած իրավական հարթության ներկայացուցիչները, որոնք 10 տարի, 20 տարի առաջ հերոստացույցով ես տեսել եմ ինչպես էին մարտի 1-ին սկսել wheat hunting, ողկուների որս։ Ես ինքս տեսել եմ, քանի միլպետների մոտ եմ եղել մարդկանց ազատելու համար, ներքին գործերի բաժինների պետերի, եւ ես տեսել եմ ինչպես էին դրանք որսում խոշորացված ձևով, այնուհետև մանրացված ձևով, այդ տեսաժապավեններով մարդկանց որսում են եւ տանում նստեցնում են։ Այսինքն հետապնդում էին։ Այո, բայց ինչու համար եմ ասում ողկուների որս։ Հիմա այդպիսի բան է եղել, ես ուղղակի հարցնում եմ, մարդիկ կաշառք են վերցնում։ Հիմա գիտեք, ասենք կաշառք վերցնողներին, կաշառք տվողներին մի 20 հոգի էլ կամ падգամավորության տեխնացուներ ասում են քա բանտարկյալներ են։ Ես կարծեմ վերջին հարցազրույցների ժամանակ ասել եմ, որ այս տրամաբանության մեջ եւ Գագիկ Խաչատրյանը եւ Աղվան Հոսեփյանը եւս քաղբանտարկյալներ են։ Եվ այդ սպաների միությունը, որ ասում եմ, ամենամեծ հայբրիդային սպառնալիքն է։ Ես համոզված եմ, ինչպես որ մի քանի լրտեսության մեջ մեղադրվող մարդկանց տարիներ շարունակ ասել եմ, նրանց արժի համակարգը իմ մոտ հույս չի ներշնչում, որ նրանք կարող են հայրենիքին կամ մեր պետությանը ծառայել, նույն կերպով էլ ես սա ասում եմ, այդ սպաների միությունը դա մի ական է մեր պետության տակ։ Դրանք իրենց չնայած նրանց իմացած արդեն ոչ մի բանի պետք չէ, նրանք եղել են տգետ, կոռումպացված, դե գիտեք Համբարձումյանը ասում է, եթե լիներ Գորիկ Հակոբյանը, չէ, Գորիկ Հակոբյան կար տխրահարչակա տնօրեն, որին ուրեմն ասում եմ ամենայն պատասխանատվությամբ եւ պաշտոնապես հայտարարում եմ Տեկի նախագահ Գագիկ Խաչատրյանը յուրաքանչյուր ամիս 100,000-ից 200,000 դոլար կաշառք էր տալիս։ Մեր պետության հատուկ ծառայությունները դադարել են գործելուց, երբ որ 13 թվականին, 2013 թվականին Հունգարիան Սաֆարովին հանձնեց Ադրբեջանին։ Այլևս չեմ ուզում սրա մասին խոսել, սա ես հարցրել եմ մի քանի օր առաջ, չէ, մի բան պիտի ասեմ, ԱԱԾ-ի նախկին փոխտնօրեններից մեկը, գեներալ, իմ լավ բարեկամներից մեկն է, որին մի 35 տարի ճանաչում եմ, անմազգանում չտամ, ասեցի, մենք կարող ենք Սաֆարովի խնդիրը վնասազերծել այդ ժամանակ, բան, ասեց 3 օրվա մեջ, բայց ինչպես ասում են, ձայն բարբառով հանապատի, չէ, կարծեմ մեծերից Կիպլինգն է ասեց կամ խորհուրդ տալը կամ լուծողականը հեշտ ընդունվում է, բայց դժվար է մարսվում։ Այնպես որ թող չխոսեն, ուրեմն ժողովրդավարության ոգուն ու տարին համապատասխան անցեկացվել ընտրություններ, այլևս չեմ խոսում, որ զանազան հարթակներում փորձեցին սևացնել վարչապետի ընտանիքը, զանազան լրագրողներ, որոնք ասենք դեղի մամուլի ներկայացուցիչներ, գիտեմ ինչ կերպ են մասհանումներ ստացել տարբեր դիվային ծրագրեր իրականացնող գործիչներից, այլևս չեմ խոսում որ գրպանից դրսի, որ գրպանից ինչ քաղաքական ուժերի են հոսել
ոչ օրինական ձեռքբերված գումարներ։ Խոսեցիք հիբրիդային սպառնալիքներից, Ռուսաստանի Դաշնությունից, ինչպես ընտրություններից առաջ էին, այսպես ասած, սահմանափակումներ արվում ԵԱՏՄ շրջանակներում, հիմա շարունակվում են։ Ասացիք, որ պետության համար մի շարք ռումբեր են ստեղծվել։ Հիմա սա վտանգավոր երևույթ չէ, երբ Ռուսաստանը ըստ էության տնտեսական խնդիրներ է առաջացնում Հայաստանի համար, եւ նաեւ հայտարարությունները, որ հապկից դուրս կդնեն մեզ, ԵԱՏՄ-ից դուրս կդնեն, եւ նաեւ չմոռանանք, որ այստեղ ռուսական ռազմական ներկայություն կա։ Ռուսական ռազմական ներկայությունը այստեղ ընդհանրապես ձևական է։ Մենք կարող ենք միշտ դադարեցնել նրանց ֆինանսավորումը, հիբրիդային պատերազմի գործիքակազմը, Գազպրոմը, ռուսական երկաթուղու Երևանի բաժանմունքը եւ այլն, մենք կարող ենք նույն Եվրոպային պայմանագրեր լուծել։ Մենք ունենք բոլոր հնարավորությունները դա անելու։ Հետագան կազմակերպելու համար մենք ունենք հնարավորություններ եւ թրիպի առումով եւ իրանական գազի Հայաստան ներկրելու առումով եւ այլն։ Գիտեք, մենք նաեւ ունենք ամենակարևոր երաշխիքը, դա մեր բանակն է, դա մեր երկրապահն է։ Պետք չէ որ չգիտեմ Սասուն Միքայելյանը անընդհատ գորգորա։ Միայն ներքին հանդում այսօր 400-ից 700 հոգի երկրապահ կամավորականների միությունից անց են կացնում մարտական հերթապահություն։ Եվ նրանք ամեն օր անց են կացնում ուսումնամարզական վարժական հավաքներ չասեմ, բայց կրակային, վազքեր, ֆիզիկական պատրաստություն եւ այդ նույնը նաեւ անում են ուրեմն Ардանիչի Գարքունիքի մարզում, նույնը անում են Վայոց-Ձորի մարզում, այլևս չեմ խոսում մեր սահմանները այսօր գտնվում են շատ հուսալի ուրեմն վիճակում։ Ես նկատի ունեմ մեր խրամատները, ես նկատի ունեմ մեր պաշտպանական բնագծերը եւ տեսավորողական դիտողական սարքերը։ Այլևս չեմ խոսում բանակի մարտունակությունից եւ չեմ խոսում ռազմատեխնիկական այն արսենալից, որը ունի հայոց բանակը։ Սա այլ խնդիր է։ Բայց մենք այսօր վարում ենք այնպիսի մի քաղաքականություն, որ ռուսական ցանկացած սպառնալիք ակնհայտ կերպով երևում է։ Նախ ես կարծում եմ, որ մեզ նաև լուրջ օգնություն են ցույց տալիս, միգուցե իրավունք չունեմ ասելու, բայց ստիպված եմ ասել, անվտանգային եւ հետախուզական ոլորտում կարծում եմ մենք մենակ չենք։ Եվ այդպես չի, որ ասենք Հաջիևի այստեղ գալը շատ մարդիկ սրերով են ընդունում։ Գիտեք, եթե մենք պիտի Ադրբեջանի հետ ունենալ հարաբերություններ, ինչ է կարծում, չպիտի այդ գործը տեղից շարժվի։ Այսինքն Ալիևը չի գալիս Երևան, Փաշինյանը չի մեկնում Բաքու, բայց կան մարդիկ, որոնք ասենք անմիջապես ասում են 5 պակաս կարող են այդ իրավիճակը ներկայացնել։ Ինչ ասեմ, ես իհարկե ես չեմ հաստրել ավելի մոտիկից շփվել Արմեն Գրիգորյանի հետ այստեղ գալուց առաջ, բայց ես կարծում եմ դա շատ մեծ ձեռքբերում է Հայաստանի Հանրապետության հավասարակշռված եւ հավասարակշռման կամ բազմաթիրախային արտաքին քաղաքականությունը անվիճարկելի է։ Դա պրեֆերանս է, դա առաջնահերթություն է, նույնը նաեւ կարող եմ ասել բանակի վերաբերյալ։ Ինչու ասեցի երկրապահի մասին, այսօր շուրջ Չնայած երկրապահի անդամների քանակը անցնում է 25000-ը, բայց այսօր շուրջ 5-ից 7000 երկրապահներ պատրաստ են շուրջօրյա մարտական հերթապահության։ Ընդ որում, ինչքան էլ մենք ասենք երկրապահը ստեղծվել է Լևոնի ժամանակ, Վազգեն Սարգսյանը երկրապահի ցմահ նախագահն է, որը ինչ խոսք անտարակույս այդպես էլ կա, բայց ես պիտի ասեմ, որ ընդամենը 2 տարի է, որ պետության բյուջեից օգնություն է ցույց տրվում երկրապահ կամավորական միությանը։ Այսինքն սրանք չնկատել, այլևս չեմ խոսում մյուս բաներից։ Թող դրա համար ես ասացի, ընտրություններից ով խոսի չխոսա, երկրի նախորդ ղեկավարները իրավունք չունեն ընտրություններից խոսալու, որտեղ նրանց տված ժողովրդի քվեն իրական քվեն չի գերազանցում 50%-ը կամ 49-85%-ը, որը ստացել է Նիկոլ Փաշինյանը եւ իր գլխավորած քաղաքական ուժը 2026 թվականի հունիսի 7-ի համապետական ընտրություններին։ Ռուսաստանը ունի հիբրիդային պատերազմի հետևյալ գործիքները, հիբրիդային եւ ուրեմն մեզ նետված ռազմավարական սպառնալիքների հետևյալ գործիքակազմը։ Հայ ռակելական եկեղեցու ապաշնոր, շնաբարո եւ անբարո վերադաս ուրեմն գործիչներ, որոնք ուզուրպացրել են Մայրաթորը եւ կարծում եմ դրանց հերթնել է շուտով գալու։ Իդեպ ես ասեմ, որ ես երեք նաեւ
հերախոսազրույց եմ ունեցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ եւ իմ ամբողջ նպատակը բացի կրթական մշակութային խնդիրներից այնն է, որ ես իմանամ տեսնեմ վերջին 8 տարվա մեջ մեր պետությունը եկեղեցական շինարարության մեջ ինչպիսի ներդրումներ է արել 20 անգամ ավելին, քան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ամբողջ Հայաստանում ես վերջացնում եմ, այո։ Եվ իմ ամբողջ նպատակը սա է։ Հիմա ինչպես ասացի, այդ չկայացած սպաների միությունը, որոնք զբաղված են եղել միայն կաշառքով, անձամբ ինձ տասնյակ ազգային անվտանգության ծառայության սպաներ, տասնյակ, միգուցե հարյուրավոր, ասել են, որ դրանք կոռումպացված, ճահճացած մասնագետներ են, դրանք նույնիսկ իրենց գործառույթների իրականացման ժամանակ, երբ որ աշխատում են ԱԱՑ-ում, նրանք չունեին այդպիսի արժեհամակարգ։ Ուրեմն դրանք նաև այդ երկաթուղին է, 102-րդ ռազմաբազան եւ Գազպրոմը, ինչու՞ չի նաև մեր, այսպես ասած, ռուսական ազդեցության գործակալները, որը գնալով սնկի պես աճում է։ Եվ ես պիտի ավելին ասեմ, կարծեք թե մարդիկ խրատվեցին այս ընտրություններով, մարդիկ խրատվեցին, որ մեր պետությունը մեկըդմիշտ սա ասեց, դե ես դիմում եմ մեր գեներալներին, որոնք փախել են, դիմում եմ մեր իրավական դաշտի դատախազներ, չգիտեմ ում վրա որ քրեական հարցեր կան, որոնք փախել են։ Դե ժամանակին ինչպես կարող էին նրանց արդարացնել, երբ որ նրանք էին գլխավոր դատախազ, երբ որ նրանք էին շտաբի պետ, երբ որ նրանք էին մարտի 1-ի գործով քննչական խումբ ղեկավարում, չէ։ Գիտեք, ես ոչ մի բան չունեմ ասելու, մեր հետ կապված են եղել դժվարություններ, բայց ուզում եմ ավարտեմ Պարուս Սևակի մի հանճարեղ նախադասությամբ, երբ որ ասում է եւ արժե ասել, որ ինչպես երեք, այնպես էլ այսօր օտարության մեջ ազատ լինելն էլ այլ ստրկություն է, այլ գերություն է, Իսլամ մեջ նույնիսկ գերի լինելը այլ ազատություն։ Եթե հայ են, չպիտի գնան նախագահների ընտանիքները Ամերիկաներում ժառանգներ ունենան, որպեսզի չծառայեն եւ իրեն գան այստեղ բանակից խոսեն։ Նրանք բարոյական իրավունք չունեն բանակից խոսելու։ Եվ վերաբերում են նաեւ մյուսներին, եթե իրավական համակարգի ներկայացուցիչներ են, նրանք ինչու են փախնում մեր իրավունք, մեր արդարադատությունից։ Կարող են գան այստեղ ամբիոնը օգտագործել, դատական ամբիոնը օգտագործել արդարացման վճիռ ունենալու համար իրենց անձի հանդեպ, այլապես նրանք լինելու են նզովյալ եւ անիծված։ Նորից եմ կրկնում, Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած համապետական ընտրություններում ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի հաջողությունը եւս մեկ անգամ վկայում է, որ մեր ժողովուրդը տոկած, մեր ժողովուրդը անդրդվելի կերպով կանգնեց հանուն պետականության հիմքերի պահպանման եւ հետագա զարգացման եւ իր վճռական այոն ասեց Նիկոլ Փաշինյանի արտաքին եւ ներքին քաղաքականության։ Շնորհակալ եմ, պարոն Սաֆարյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Պաշտպան Հայրենիաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ պատմաբան Գագիկ Սաֆարյանն էր։ Կհանդիպենք։